Հատկապես տեսել ենք եկեղեցու վեհապարին ու քինակցիաների օրերին ընդունով թե կարծիք դիրքորոշումը ինչպեսին է առաջ անգամ կարծես վեհապարը կաթոլիկոսը մեղադրյալի կարգավիճակով այսօր այստեղ Չգիտեմ ինչ ասեմ, բառեր չկա նկարագրելու այս իրավիճակը, բառերն էլ են փախնում, դուք եք գիտեք ինչ իրավիճակ է, այստեղի հավաքված մարդիկ սաղն է գիտակցում են, որ աննախադեպ է, հարցը մոռացա արդեն, այնքան լարված եմ, մի հատ որ հուշեք։ Առաջի անգամ պատմության այս վեհապարը մեղադրյալի կարգավիճակով սա արդյոք ազգային արժանապատվությունը աննախադեպ է, ասեմ աննախադեպ է, արմատը պատճառը, բուն պատճառը ներազգային չի, ներպետական չի, բոլորս է գիտենք, այդ դրսերի ծրագիրա, որ ուժերի ծրագիրն է, հետևողականորեն սովետական միության փլուզումից հետո աշխատած է այս ծրագրի վրան, աստիճանաբար, քայլ առ քայլ, գլոբալիստական այդ դրածո այդ պղծալամուկները, իդեմս պղծալամուկների օտարերկրյա գործակալական ցանցին, գլոբալիստական ուժերին, հակահայ, հայի ինքնությունը, հայի նույնիսկ ֆիզիկական գոյությունը չհանդուրժող ուժերին հաջողվեց բռնազավթել պետական իշխանությունը բռնազավթելուց այդ Նիկոլ կոչված սատանայի մուտանտի վարչապետի աթոռին նստելուց անմիջապես հետո սկսվել է եկեղեցու հալածանքները, այն ժամանակ հասարակական ռեզոնանսը այդքան շատ չէր, գիտեք ինչ, էդ էլ էր տեխնոլոգիա, հատուկ տեխնոլոգիա էր, որտեղ ուզում են անվանարկեն, փնով են անվանարկեն, իրանք այդտեղ լղոզվում են, որտեղ իրանք շատ լավ գիտեն, իրանք պղծության, պիտակավորման և այս հակամարտության այսպես ասած վերջ ինչպես է կսմարթիկ իշխանությանը կհաջողվի իշխանությանը եթե հաջողվի գա, եթե ասենց տեսականորեն ընդունենք, տեսականորեն եթե հաջողվի, այս մեր երկրի պետականության ես կարամ համոզված ասեմ, մի որոշակի ժամանակ հետո նաև մեր ֆիզիկական ուծացման, վերացման սկիզբն ալնելու, բայց հոգևոր տեսանկյունից ես համոզված եմ, որ իրանց ոչ մի բան չի հաջողվելու, այս պատահական չի, այս դատն էլ պատահական չի ստեղ, Գրիգոր Լուսավորիչի փողոց, այսի սրբազան քաղաք է, այս քաղաքում աշխարհի ամբողջ գլոբուսի պետությունների մեջ, այս քաղաքում առաջինը ընդունվեց Քրիստոսի լույսը որպես պետական կրոն, 2750 տարի անընդմեջ դավանանքը չի պակասեց քաղաքից, եկեղեցին չի թերացել իր ծիսակարգի, իր պաշտամունքային արարողությունների մեջ, անընդմեջ է եղել 2725 տարի անընդմեջ այս քաղաքից աղոթք է գնացել առաստված, փառաբանություն առաստված ու այդ ամեն ինչը չի կարող ինքնանպատակ լինի, եթե մենք էդի ասենք դարձնենք 0 ու ինքնանպատակ, ընդհանրապես մարդկության ու հոգևորի իմաստն է դառնում ինքնանպատակ։ Աստված, զորավորը Աստված մեր հետ է, մենք հաղթելու ենք։ Մեր եկեղեցին կայսրություններ է ճամփու դրել դեպի չգոյություն, հաստատ Նիկոլին էլ է ճամփու դնելու չգոյություն։